Well, happy Sabbath, everyone, and welcome to this wonderful Sabbath day. Today we're going to read a couple places from the Bible. The first scripture reading will be from Matthew chapter 27, verses 45 to 54. That's Matthew chapter 27, verses 45 to 54. Now from the 6th hour until the 9th hour, there was darkness over all the land. And about the 9th hour, Jesus cried out with a loud voice, saying, Eli, Eli, lama sabachthani. That is, my God, why have you forsaken me? Some of those who stood there, when they heard that, said, This man is calling for Elijah. Immediately one of them ran, took a sponge, filled it with sour wine, and put it on a reed, and gave it to him to drink. The rest said, Let him alone. Let us see if Elijah will come to save him. Jesus, when he had cried out again with a loud voice, yielded up his spirit. And behold, the veil of the temple was torn in two from top to bottom, and the earth quaked, and the rocks were split, and the graves were opened, and many bodies of the saints who had fallen asleep were raised. And coming out of the graves after his resurrection, they went into the holy city and appeared to many. Now when the centurion and those with him who were guarding Jesus saw the earthquake and the things that had happened, they feared greatly, saying, Truly, this was the Son of God. Let's go to Luke chapter 23, verses 44 to 49. Luke chapter 23, verses 44 to 49. And it was about the 6th hour, and there was darkness over all the earth until the 9th hour. Then the sun was darkened, and the veil of the temple was torn in two. And when Jesus had cried out with a loud voice, he said, Father, into your hands I commend my spirit. And having said this, he breathed his last. Now when the centurion saw what had happened, he glorified God, saying, Certainly this was a righteous man. And the whole crowd who came together to that sight, seeing what had been done, beat their breasts and returned. But all his acquaintances and the women who followed him from Galilee stood at a distance, watching these things. Amen. Օրհնյալ Ալլահ Սուրբ Աստված ամենագալ, որ մեզի այսօր ալարիտը դվավ իր խոսքը գարտալու եւ զինքեր գրբակելու ու փառավորելու իր Սուրբ անունը։ Հայրանը տասվան դերը բիդլա ինչպես որ գարտացվեցավ, ավետարանը սկուգասու 20-րդ գլուխ 44-49։ Գարկմը տրվագներ շատ Հմուտ պետք է լան մեր այս կյանքի ընթացքին, թե ով էր Հիսուս, նույնիսկ խաչապայտին վրա եղած է։ Ժամը 6-ին ադեններն ու բոլոր երկրի վրա խավար եղավ, մինչև 9-րդ ժամը։ Երկիրը խավարեցավ, այսինքն արևը լույս տալեն գեցավ, հաջորդ նախտաշունը գսե, արևը խավարեցավ, ու դաջարին վարակույրը մեջտեղեն բադրվեցավ։ Ով է այս, որ խաչապարդին վրա մեռած ադենա երկիրը խավարեցավ եւ արևը իր լույսը փագեց։ Այս մեկը իմ Աստվածս է եւ քո Աստվածը դե որ ողորմեցավ մեզի։ Եվ նաեւ դաջարին վարակույրը մեջտեղեն բադրվեցավ եւ Հիսուս մեծ ցանով աղագեց ուսավ հայր քու ցերկերուտ կավանտեմ հոգիս։ Աստված մարդ այս աշխարհի վրա խաչապայտին վրա մահացավ, բայց աբացուցանեց անոր հզոր Աստված ըլլալը նույնիսկ խաչապայտին վրա եղած ադենը, որ իրեն ստեղծած արևը խավարեցավ եւ չգրցավ դեսնել այն Քրիստոսի խաչապայտին վրա մեռնիլը։ Չուզեց տեսնել արևը, մարեցավ արևը, իր լույսը մարեցավ։ Աշխարհը մութի մեջ ինգավ։
Մաբիգարտան Մատթեոս 27-րդ գլխուն Քրիստիանոթերորդ գլխուն 15-րդ համարեն Բայց կուսակալը սովորություն ուներ դոնի մահադեն գապված մարցակել ժողովրդին, ով որ ժողովուրդը ուզեր։ Այն ադեն պարապա անունով երևելի պանդարգյալ մգար, ավազակ մներ, կողեր, ինչ-որ էր, երբ ժողովեցան սավանոց բիղադոս, որու գուզեք որ սեզի արցագեմ, պարնապասը, թե Հիսուսը որ Քրիստոս կգոչվի։ Քանզի գիտեր թե նախանցի համար մատնեցին զանիգա։ Կուսակարը շատ լավ գիտեր, որ ինչ համար մատնված էր Հիսուս։ Երբ անիգադյանը նստեր էր անոր գինը, այսինքն կուսակալին գինը, իրեն լուրը գեց, հետևյալը գսե, թույն այն արդարհին հետ կորցնի ունենար, վասնսի այսօր երեզիս մեջ շատ տիվվածներ անցան կլխես անոր համար։ Քահանայբեդը եւ ձերերը ժողովուրդը համոզեցին, որ պարապան խնդրեն ու Հիսուսը գործընծնեն։ Կուսակալը գրգին խոսեցավ ու սավանոնց, այս երկեն որ ուզեք որ ձեզ արցակեմ, անոնգսին պարապան սավանոնց բեղադոս, հաբա ինչ չար կորձ ըրած է Հիսուս, ամենք նալսին անոր թող խաչվի եւ կուսակալը սավ, բայց ինչ չար կորձ ըրավ, անոնք ալավելի գաղագեն ու գսեին թող խաչվի։ Բեղադոս տեսնելով, որ օգուտ մչունի, հավալ ավելի խորովություն գլա, չուրը արավ, ձերքերը լված ժողովրդին արջև ու սավ։ Ես այս արդարին հետ ամբարդ եմ, թուկ մատնեցիք։ Բոլոր ժողովուրդը պատասխանելով ըսավ, լավ մտի գրեգաս նախատասությունները։ Ադոր արյունը մեր վրա ու մեր որդիներուն վրա ըլլա։ Այս համարը գտնվի Ավետարանս Մատթեոսի 27-րդ գլխուն 25-րդ համարը մի մոռնաք։ Հիշեցեք ձեր կյանքի ընթացքին։ Բոլոր ժողովուրդը պատասխան տալով ըսավ, ժողովուրդը որոն հնազանդեցավ, քահանայբեդները եւ ձերերը ժողովուրդը համոզեցին, որ պարապան խնդրեն ու Հիսուսը գործընծնեն։ Ղեկավար մարմինը, քահանայբեդները եւ ժողովուրդը ադոր արյունը մեր վրա ու մեր որդիներուն վրա ըլլա։ Մինչեւ այսօր այդպես է։ Այս ժողովրդին արյունը իրենց գլխուն վրան է, քանի որ Հիսուսը խաչեցի։ Ներկա բամաներու դակ եւ 2000 դարվա մեջ քանի անգամներ գործվեցավ այս ժողովուրդը իրեն երբրեն։ Հալածվեցավ, սպանվեցավ։ Մինչեւ այսօր։ Երբ որ Հիսուս Երուսաղեմը տեսավ, լացավ Երուսաղեմի վրա։ Ու ինչ ասավ։ Երանի գիտնայիր այդ օրը, որ ես քեզի եկա եւ դու չջանցարզիս։ Քու քաղաքը քեզի ավերակ բիդլա։ Եվ իդի գործանի։ Ուզեմ համարը գարտալ։ Ղուկաս 19:41-44 ասյալա մտի գրեք եւ մի մոռնակ այս համարները։ Երբ մոտեցավ քաղաքը տեսավ, Երուսաղեմ քաղաքը տեսավ, լացավ անոր վրա եւ ասավ, նայեցեք Հիսուս ինչ ասավ։ Քահանայբեդները իրենց Հիսուսի արյունը իրենց վրա եւ իրենց զավակներուն վրա ասելով իրենց ասկը անիզեցին։ Իսկ Հիսուս ինչ կսե, որ Հիսուս Երուսաղեմը կտեսնե,
Կոնե այս օրվան մեջ գիտնայերկու խաղաղությունը Ղուկաս ավետարան 19:41 Վասնի օրեր պիտի կան կվրատ երբ տշնամիներդ կու բոլորդիկդ պատնեշ պիտի շինեն ու քեզ պիտի բաշարեն եւ ամեն կողմը քեզ ները պիտի ցկեն եւ հիմնադակ պիտի դնեն քեզ ու մեջտեղդ եւ մեջ եղող զավակներդ եւ ամենևին կարկարի վրա պիտի չթողուն քու մեջդ քանի որ չջանցար այն ացոճան օրը որ ես քեզ այցելեցի ասոնք անմոռանալի հիշադակներ են իրենց ղեկավար մարմնին որոշումին պատճառով եւ Հիսուսը խաչեցի սպանեցին այն արդարը որ մեզի համար աշխարհ եկավ խաչեցին ավազակներու հետ այն Աստվածը որ իրենց շունչ կուտար ամեն օր որ ապրեին խաչը հանեցին այն Աստուծուն որ իրեն ստեղծած երկրի վրա իրեն կկալեին խաչը հանեցին այն Աստվածը որ Աստված իրենց օրհնեց եւ իրենց կերակրեց եւ կշտացուց իրենց սնունդը տվավ եւ ապրեցան այս աշխարհի վրա եւ խաչը հանեցին իրենք անոնք որոնք Աստծո ստեղծած Գերագուրով ապրեցան եւ օտով շնչեցին բայց Աստված իրենք նախ անիծեցին եւ որ խաչապատին վրա որոշեցին որ Աստված Հիսուս մեռնի անոր անունը մեր վրա եւ մեր սերունդին վրա Հիսուս լացավ Երուսաղեմը դեսավ կարկարի վրա պիտի չմնա իրենց փեռնով իրենց կյանքով իրենց որոշումներով մինչեւ իրենց զավակներուն Թադաբարդություն իրենց վրա արին Եվ Հիսուս պատշականչեց խաչին վրա ասելով Աստված իմ ինչ ուզիս թողոցիր Եվ Հիսուս մեծ ցայնով քրիստոս 50-րդ համարը Հիսուս դարձյալ մեծ ցայնով աղաղակեց ու հոգին ավանդեց Մերավ ան որ գսիրեր իրենց Մերավ ան որ ինքան կուդար Մերավան որ իրենց պոստերում մեջ կալեց եւ հազարավոր հրաշներ դեսան իրենց աչքովը եւ մերցուցին զանիգա Բայց ոսփան բադահեցավ Հիսուս իրան աշակերտներուն ասավ Ես երրորդ օրը հարություն միդառնեմ Եվ ոչ միայն երրորդ օրը հարություն արավ, նայեցեք ինչ պատահեցավ։ Առաջին որ դաջարին վարակուրը վերան վար բادرվեցավ, այսինքն մենք ամեն իսկ կրնանք իրեն սրբության մտնել հավատքով մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունովը, որտեղ այդ արարողությունները, որ ոչխար մերտելով, գոմ մորտելով, աղավնի մորտելով իրենց կավությունը գուզեն մեղքերու Հիսուս անիգա վերցուց, ավելի թուրացուց ճամփան միան հավատքով սկսավ փրկել ժողովուրդը եւ ոչ թե արյուն տապելով։ Երբ որ ինքը մահացավ եւ քերեզմանեն հարություն արավ, նայեցեք ինչ պատահեցավ։ Այն ադեն դաջարին վարակուրը վերեն երկուքի ջախկվեցավ։ Երկրորդ, երգիրը շարժեցավ։ Երկրաշարժ եղավ։ Քարերը բادرեցան Գեյշը քարերը պիտի խոսի Հիսուս երբ որ իրենսին որ իրեն աշակերտներուն լրեցուրք ու աշակերտները թողի բացականչեն Հիսուսը սավ քարերը պիտի խոսին եթանոնք չի բացականչեն շուակալություն չայտնեն արասված հոս քարերը բادرվեցան Երևակայել երբ որ ժայռը գտեսնես լրան վրան փողոցին վրան եւ գտեսնես որ քարը գջախկվի Առանց որ մեկ հարված ուտելու
Ասոնք աղանադես եղող իրեն առաքյալները դեսան եւ գաբատմեն։ Եվ քերեզմաններ բացվեցան ու շուտը սուրբ ննչացյալներու մարմիններ հարություն արին։ Չեմ գիտեր քանի հոգի հարություն արավ։ Բայց քերեզմանները բացվեցան, ժայռերը բادرվեցան եւ այդ մերելները, որ այդ քերեզմանի մեջն էին եւ սուրբ գոչվեն դերոջը գոման, անոնք ողքի ելան, յանասան քաղաքի մեջ իրենք ցույց տալ, որ իրենք Քրիստոսի գաբատկանին, որբեսի ցույց տան թե Քրիստոս ճշմարիտ է եւ հավատացյալ։ Քերեզմաններ բացվեցան։ Իրեն հարութենեն հետո եւ մտան սուրբ քաղաքը ու շատերու երևցան։ Բայց հայրուրաբեդը եւ անոր հետ Հիսուսը բահոները երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները շատ վախցան ուսին արտարև ասիգա որդի Աստծո է ասիգա մեր Աստվածն է Արիմաթիայի հարուստ մարդ մի եկավ Հովսեփ անունով եւ Հիսուսը արավ խնդրեց Բիադոսը մարմինը ու դրավ այն քերեզմանը որ պատրաստած էր եւ քարմը կլորեցան օր աչեվը ու Մարիամ Մագդալանացի մույս Մարիամ քերեզմանին թիմացը նստած էին ու գտիդեին Հոսնորեն հարցը գծակի հետեւյալ օրը որ պատեն հետո Քահանայբետներու փարիսեցիները որոնք իրենց անունով իրենց սերունդ անիծեցին ասին դեր գիշենք թե այն մոլորեցուցիչը Հիսուսի անունը մոլորեցուցիչ դրածեն իր գենտանության ադենգսերտը 3 օրեն հետո հարություն բիդարնե ուստի հրամանր է որ մինչև երրորդ օրը քերեզմանին սկսությունն են չլա թե իր աշակերտները քիշերովքան զանիգա կողնան ու ժողովրդին ասեն թե մերելներն հարություն արավ ու յետքը մոլորությունը առաջինեն քեշլա քահանայբետներ ժողովրդի առաջնորդներ հավատացյալ գոչվածներ Բիղադոս անոնցսավ դուք ունիք բահաբան զինվորներ կացեք սկսություն երեք ինչպես որ գուզեք անոնք կալկացին քերեզմանին սկսությունը դին կարը գնկելով ու բահաբան զինվորներ տնելով կորձը գուզեցին գադարել Հիսուս քերեզմանի մեջ պետք է մնա Հիսուս քերեզմանին չի գնար արդյուն առնել աշակերտները կկողնան որ մենք բահաբանը տրինք քարը կոծեցինք կնկեցինք Մարդիկն ալտրին կոմ որ դեսնենք որ ոբի կաբի կողնա Շաբաթ գիշեր երբ մեկ շաբթի գուլսնար եկան Մարտան Մագդաղենացի ու միս Մարիամը քերեզմանը դեսնելու Ահա մեծ երկրաշարժ մի եղավ նորեն երկրաշարժը պատահեցավ Տուն որոն քերեզմանի վրա որոն գնիկ կտնես Տուն ով ես որ գուզես քերեզմանի մեջ բայել ով քահանայբետներ եւ քո հետևորդները փարիսեցիներ Վասենսի դերոջ ռեշտագը երգինքեն իջնելով ով իջավ հիմա ուրիշ տեսման մի իջավ երգինքեն իջավ Ասի երգիներու մեջ ապրող առաքյալներ չէին, ասոնք քարոզիչներ չէին, երգինքեն իջավաս ռեշտագը Ինչ համար իջավ, քնած տրնեն մեկի կլորեց կար ու հանով անստավ Ինձի և կեզի համար Ռեշտագը վերցուց կարը Եվ վրան նստավ, անշարժ եղավ այլևս այդ կարը դեղը չի գնա շարժի։ Անոր դեշցկը պայլագի բեսեր ու անոր հանտեսները ծունի բեշ ճերմակ։ Երգինքենի չավ։ Անոր վահեն բահագները խորովեցան ու մերազի բես եղան։ Բահագները թուլցան վերջացավ մերազի բես եղան։ Ռեշտագը սավ գիներուն մի վախտնա կանզի կիդեմ թե գպնդրեք Հիսուսը որ խաչվեցավ։ Հիսուսը պնդրով մգա։
քերեզման գերտան որ Հիսուսը տեսնեն թե գիտեմ որ կարեկոց է բայց ինչպես պիտի տեսնեն Հիսուսը չեն գիտեր բայց քերեզման գերտան հավատքով ինչու կարող որ իրենց սա որ ես երրորդ հարություն դառնեմ ուրեմն երթանք տեսնենք եւ ռեշտագը սավերենց ահոս չէ վասնզի հարություն արավ ինչպես ասած էր ցեզի եկեք տեսեք այնտեղ ուրդերը բարգազեր ռեշտագը ներս մտցուց քերեզմանի մեջի եւ նայեցան որ դերը հոն չէ Թուրսն էր արդ վերջացած թուրս էլած ինչ որ խոսավ ադիկա գդարեց Եվ սա շուտ մկացեք ռեշտագը խոսի շուտ մկացեք անոր աշակերտներուն ասեք տանիգա մերելերեն հարություն արի եւ ցեզի առաջ քալիա գերտահոն մի տեսնեք զանիգա ահա ցեզի էսի ռեշտագը ոչ թե որ մի անկար է հրեց այլ գիներուն ալ խոսեցավ ինչ որ երկինքան ստացավ եւ ինչ որ իր դեր իրեն խոսեցավ որս է իրենց քիշեցնե ավելի Անոնք շուտ մկերեզման ելան վախով ու մեծ ուրախությունով եւ վազեցին աշակերտներուն պատմելու Երկերտային անոր աշակերտներուն պատմելու Հիսուսանոց թեմի լավուսա ողջույն ցեզ անոնք մոդենալով անոր ոտքերը բռնեցին ու երկրբակություններ ինալով Մեր մարդաբերություններով Խաչի վրա մերձուցին կերեզման հոտեցին կարեկոծեցին բայց մեր մարդաբերը հարություն արավ Ահա մեզի տեսակ զի կանոր ոտքերուն ինգանք երկրբակություններ ինգանոր Այնադեն Հիսուս սավանոնց մի վախնակ կացեգին եղտարներուս ասեք որ կալյա երտան հոնզիս մի դեսնեն Այս անգամ Հիսուս կխոսի իրենց է ռեշտագոն չէ Հիմա ուրիշ շարք մը կբադայի նայեցեք ինչ տեսակ նգարակրիդեր են ասկա նայբետները Եվ անոնք կերտային բաբան զինվորներն մեկ քանիները քաղաքը կացին ու քահանաբետներուն պատմեցին բոլորիված Ինչ որ դեսան այս մարտիկը որոնք բահակ կեցած են այդ քերեզմանին կովը կացին են պատմեցին որը պատմեցին քահանայբետներուն պատմեցին քանի որ անոնք իրենց գործը դվեր էին որ այս կարը պաշտպանեն որպես քերեզման չարհատուն չառնեին Եվ պատմեցին անոնք ածերուն հետ հավաքվելով խորհուրդ տնելով շատ ըստակ տնին զինվորներուն ահա Ինչ որ հիմա գաբադահի որ աշխարհի վրա այնադեն ալբադահեցավ Հիսուսի կողքուն վրա Շատ ըստակ տնին Արաբերեն բարտիլ դվին Աստեղ սեղանին դագեն դվին գսեն Under the table Եվ նայեցեք ինչ ասին իրենց Ասստակը դալեն վերջ Ուսին Ասեք թե անոր աշակերտները քիշերով եկան զանիգա կողցան Երբ մենք կկնանայինք Ասկեց ավելի արեմուն բես սուտ պամը չեր գրնար մեկը խոսել Բայց իրեն կրցան խոսիլ Ինչ ասին որ ասեն աս բահագները Տեսնեն նմարտոց ինչ մի դեսեն Աշակերտները քիշերով եկան զանիգա կողցան Աշակերտները ուժ ունեին այդ քարը անտին հրելու Եվ աշակերտները ուժ ունեին Հիսուսը կողնալու Երևակայեցեք խելքերը Եվ շվարած մարդիկ ղեկավարներն են ասոնք Եվ ասեք որ մեր քնացած ադեն եղավ անիգա Այսինքն բադիժը ծեր կողքուն վրա վիդալա բայց մենք տրամը գուտանքոր որպես դուք բադիժը ծեր վրա առնեք բայց մենք նայեցեք ինչ միտենենք Այսօր միևնույնն է աշխարհը Այս աշխարհի բادرազները միևնույնն են Տրամով է ամեպան Երգիրը գսե որ աս քեզ աշճապ տրամ գուդամ կնած երգիրին բادرազմերը ադոր ռեժիմը փոխե Մարդը գելը իշխանություն ունի Երտագուզի հարցակիլ ինչո մար քանի որ մարդիկ իրեն տրամ դվին որպես երգին երտա ղեկավարությունը փոխե Որտեղ որտեղան է գավաթ տրամը Անորդ վավատքեց եկավ Անունները բիչի դամ Եվ նայեցեք ինչ կխոսի 14-րդ համարը Եվ եթե այս բանը գուսակալին ական չհասնի Քանի որ եթե գուսակալին ական չհասնի որ վահակները քնացեր են բադիժ ունին անոնք Մենք զանիգա գահաջեցնենք եւ ցեզ ապահով գնենք հա Մենք կերտանք գուսակալին գխոսինք
Հիմա մենք կերտանք ուրիշ նախագահներուն խոսենք, որ երկիրները կրնան գեցնել բادرազմեն։ Մենք միշտ նախագահներուն խոսենք, որ ինչպես միշտ կրնան լալ, որ այս երկիրը բادرազմեն գեցնեն։ Մենք կրնանք դականով կոհացնել ամբոր երկիր բادرազմը կրնա գեցնել։ Այսօր նույնը չէ, բادرազմները պիտի գեցնեն ուրիշին տրամով միլիարդներ պիտի շահին քողավազակները, որովհետեւ գարոնան բادرազմը գեցնեն։ Միշտ բادرազմը անարդարությունով եղավ։ Բայց մեկը տրամը դվավ։ Խոսնուն եղավ։ Եվ խոսողները որոնք են ղեկավար քրիստոնյա ղեկավար մարմինն է։ Քաղաքականները չեն։ Հավատացյալ գարձեցյալներն են։ Քահանայբետներն են, ձերերն են, խորհրդականներն են։ Ասոնք են տրամը կործածողը եւ դվողը։ Եթե այս բանը գուսակալականին հաստի մենք զանեկա կհաջեցնենք եւ ցես աբաղով գնենք անհոգ եղեք դուք ձեր ռազին մասին որ ինչրիկ դուք անհոգ եղեք ցեզի փամբիդի չվադահի գուսակալին հաստինա ասարցը 15-րդ համար անոնք ալստագը արին ու սորվազնում բեսերին այս աշխարհվան մի չէ այսօր ստագը գարնե բادرազմը գնե Ուկրաինայի բادرազման եղավ, ստագը արավ, բادرազմը արավ, մարտասպանություն ելավ, սպանվեցավ։ Հիմա դարբեր տեսակ բادرազմ եղավ, տրամարնվեցավ, բادرազմ եղավ, մարտասպանություն սկսավ։ Ով որում պիտի հաջեցնե, միան ասված գիտե։ Անոնք ալստագը արին ու սորվազնում բեսերին, ինչ որ սորվեցան անիգա արին։ Եվ ասցայնը հրյաներում մեջ տարածվեցավ մինչև այսօր։ Մինչև երբ տարածվեցավ, Աստծո մինչև այսօր։ Այսինքն 2000 տարի առաջվա Քրիստոսի խաչելությունը եւ հարությունը, քերեզմանին քարին մեկ կոմերտալը, աշակերտանու սդախոսությունը, մինչև այսօր միևնույնն է գսե որ Աստված։ Իսկ 11 աշակերտները Հիսուս Իսածին պես որ իրենց ուղղացավ Յորդան Գալիլեա ու այն լերը որ Հիսուս իրենց որոշել էր Այսօր տուն եւ ես Գալիլեա մունենք երտալիք Այսօր տուն եւ ես ասաշխարի վրա Գալիլեա մունենք երտալիք Անիգա գռնալ լալ քուսենյագիտ մեջ, անիգա լալ սուրբ տաճարիտ մեջ, անիգա լալ այ խմբիտ մեջ որ դերը գբաշտես։ Եվ այն Գալիլեան աստվածային հզոր զորությունը եւ բրգությունը քուսեդիտ մեջ հասնելով վարակուրը բادرվեցավ, բրգությունը ստացար եւ Սուրբ Օգյով գարաշնորհից այս աշխարհի վրա Գալիլեա մոնից Քրիստոսի հետ հանդիպելու։ Այս է Գալիլեային որոշումը։ Երբ աշակերտները դեսան երկրպագությունները նոր, բայց ոմանք դարագուսեցան։ Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու ասավ. Ամեն իշխանություն ինձ դրվեցավ երկինքի երկրի մեջ։ Ես եմ խոսողը Սեգոր Հիսուս։ Այս աշխարհի վրա բոլոր իշխանությունը թե երկրի վրա, թե երկինքի մեջ ինձ դրվեցավ։ Ուրեմն հիմա կորձ մունիկ աշակերտներս, արաքյալներս այսօր կորձ մունիկ։ Ուրեմն կացեք ու բոլոր ասկերը աշակերտեցեք, կացեք բոլոր ասկերը կարոզեցեք, ինչ որ դեսակ պատմեցեք, ինչ հրաշներ որ դեսակ պատմեցեք եւ անոնք հրաշներ եք, ցեքենի թիմաններուն վրա դրեք եւ բժիշկեմ ես, Հիվանդին անոթին գերագործեք որ գերագրեմ, պիտի գերագրեմ, որովհետեւ դու գիտնամ թե դու իմ արաքյալներս եք, դու իմ զավակներս եք, այսօր միևնույնն է եթե հավատաս։ Բոլոր ասկերը աշակերտեցեք, մի մորնակ, մգրդեցեք զանուն կանուն հոր եւ որ տոյվող քույն սրբո։ Ան որ գաբաշխարե, ան որ զիսկ ընդունի,
Կացեք ջուրը գողեցեք իմ հորս անունովը, որդուց անունովը եւ Սուրբոքին անունովը։ Մգրտեցեք զանիգա։ Հաղորդեցեք իրենց այդ այն հաղորդությունը, որ ես ձեզ հետ ունեցա այս աշխարհի վրա վերջին հաղորդությունը որի, որբեսի հիշեք զիս եւ փառավորեք զիս ձեր կյանքովը, ձեր վկայություններով 20-րդ համար սորվեցուցեք անոնց, որ այն բաները բահեն, ինչ որ ես ձեզի պատվիրեցի։ Հիսուս այսօր ինչ կպատվիրե քեզի եւ ինձի։ Հիսուս ինձ եւ քեզի չի պատվիրեր, որ ամեն շաբաթ երթամ ամոթել աշխատին 60-70 ժամ եւ միան կրմանս լեցնեմ։ Ադոն համար բարդական չի դվավ աշակերտներու։ Հիսուս բարդական չի դվավ իրեն աշակերտներուն, որ կակագետ լան եւ պատասխանատու լան երկիրներուն, որ գնան շիդակցով ղեկավարել։ Ադիալ հրաման չի դվավ իրենց։ Կացեք սորվեցուցեք այն մարդոց, որոնք ղեկավար պիտի դառնան, որ գիտնան ճանչնան զիս եւ գիտնան թե ինչպես պիտի ղեկավարեն այն ժողովուրդը, որ իրենց աթորին դագը կպատկանին, կամ աթորին շուրջը կպատկանին, կամ իրենց ժողովուրդին ինչպես կրան հոգ տան։ Ասի պիտի սորվեցնեն առաքյալները, ոչ թե միան ժողովուրդին, այն ժողովուրդներուն բոլոր պիտի սորվեցնեն, որոնց մեջ են որ Աստված տնե մեկը կրնա շիդակցով ղեկավարել իր երկիրը եւ շիդակցերով ղեկավարել իր ընտանիքը։ Ադոր համար Աստված գրգեց աշակերտները աշխարհ, որովհետեւ ջանցնե թե ով գա երկինքը եւ ով գա երկիրը այս աշխարհի վրա, որ ինքն է ղեկավարը երկինքին եւ երկրին եւ բոլոր իշխանությունն իր ցերկի մեջն է։ Ան որ իրեն գրնա կդառնա, ինչ կբադահի կգործանի, իր ընտանիքը կգործանի, իր քաղաքը կգործանի։ Կգործվին, որովհետև չընդունեցին զինքը։ Եվ վերջին նախատասությունը եւ հետեւյալ գգրտներն աշակերտներուն ու գսե մինչեւ որ այսօր մեզի ալնինու գգրտնի Հիսուս։ Ահա ամեն օր ես ցեզի հետ եմ։ Ինձ նեվոյ է մեկը փախոս չի գնար ունենալ։ Հաստատեց Հիսուս։ Ինձ նեվոյ է մեկ նախակահ փախոս չի գնար ունենալ։ Ինձ նեվոյ է մեկ ղեկավար փախոս չի գնար ունենալ։ Ինձ նեվոյ է մեկ քահանայեվետ չի գնար փախոս ունենալ։ Ինձ նեվոյ է մեկ ասկ փախոս չի գնար ունենալ։ Անոր փախոս կունենա վայ եկերե կուլխուն։ Ասի է հայտարարությունը։ Ինձ նեվոյ է մեկը փախոս չի գնար ունենալ։ Ես աշխարհի վրա միլիարդավոր մարդիկ կտեսնեմ ամեն օր կրնամ տեսնել։ Եվ ոչ թե ժամանակավոր է խոսածը, կրնա վերջին նախտաշտան հետևյալը գսե, մինչև աշխարհիս վերջը։ Հիսուս այս ասելով իր աշակերտներուն հետևյալը պիտի հիշեցնե իրենց։ Ավետարանս Մատթեոսի 26-րդ գլուխ 26-րդ համար։ Մի մորնակ աշակերտներս։
Մինչ անօկուդային Հիսուս հացարավ օրտնեց ու գդրեց եւ դավաշերտներուն ուսավ արեք կերեք այս է մարմինս հարություն արած մարմինս այս է արեք կերեք այս է մարմինս եւ կավաթը արավ կողացավ ու դվավանոնց ուսավ ամեն կդալ խմեցեք ասկե վասնսի ասիգայ մարմինս նորուխտի որ բիդի տապվի շադերու մեղքերուն թողության համար բատմեցեք այս մեկ աշակերտներս բոլորին եւ դարձավ վերջին համարը որ գսեք 20-րդ համարը բայց գսեմ ցեզի իմ աշակերտներս ասկե հետո որ տիմպեր կեմ բնաբիդի չխմեմ մինչև այն օրը երբ ցեզի հետ նոր քինին խմեմ իմ հորս թակավորության մեջ բոլոր աշխարհը կարոզեցեք պատմեցեք ինչ որ դեսակ եւ քիծեք մգրդեցեք զանունգան հոր եւ որ փով կոնսերպանով սորվեցուցեք իմ հաղորդությունը սարեք հացս կերեք իբր ուխտ մարմին եւ քինի խմեցեք որպես իմ արյունս որպես կյանք ունենաք այս աշխարհի վրա եւ հիշեք զիս մի մորնակ ամեն իշխանություն ինձ դրված է թե երկնքի մեջ թե երկրի վրա մինչև աշխարհիս վերջը վերջին նախատասությունն ալե դվյալն է բայց կսեմ ցեզի այսօր ասկե հետո որ տիմպեր կեմ բնաբիդի չխմեմ մինչև այն օրը երբ ցեզի հետ նոր քինի խմեմ իմ հորս թակավորության մեջ աշխարհի թակավորության մեջ պիտի չի խմե Հիսուս նոր քինին երտնային թակավորության մեջ պիտի խմե երբ որ գվերադառնա եւ իր բոլոր զավակները գառնե ու երտնային թակավորության մեջ կդանի եւ հոն պիտի խմե այն քինին որ իր աշակերտներուն համար վերջին անգամ խմեց մահեն առաջ սպասելու շրջան մունինք անոր երկրորդ կալուսը տեսնելով եւ այն քինին որ երկնային թակավորության մեջ պիտի խմենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ ու պիտի ապրենք հավիդյանս հավիդենից իր ներկայության մեջ Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի անոնք որոնք տակավին գխորին թե այս պատկամները լսելով ցանցրացած են Ձեզ մեկը խնդրեմ, որ ընդունեցեք Քրիստոս ձեր սրտերու մեջ, այն Աստվածը, որ ձեզի հետ դիվլա ձեր կյանքի բոլոր ընթացքին, եւ անգը սպասե, որբեսի քեզի հետ եւ ինձի հետ խմե այն հաղորդությունը Աստծո թակավորությանը մեջ, երբ որ ինքը կա եւ մեզ երկնային թակավորության մեջ անցնե։ Դերը օրհնեցես եւ բահեցես իր Սուրբ Հոգիով առաջնորդի ձեր կյանքը եւ վկայություն տվեք աստենանտին Լսեցիք այս պատկամը, փերանիտ մի բահեք, մի ամեջնակ Քրիստոսի մասին խոսել է, անիկա ցեզի հետ է իր խոստումին համացան մինչև երկրորդ կալուստը, այժմ ցեդեսություն մինչև հաջորդ հանդիպում։